Այս բույսը կարող է բուժել քաղցկեղ և մի շարք այլ բարդ հիվանդություններ։ Իսկ սա դեմքի և մարմնի վրա առաջացած պիգմենտացիաները կարող է վերացնել։ Անգամ բալի ճյուղերը օրգանիզմում աղիների համար յուրահատուկ մաքրող միջոց կարող են լինել։ Անմեղ թվացող մաղադանոսը կիրառվում է և կոսմետոլոգիայի, և հուսաբուժության մեջ։ Իսկ մարդիկ այդ ամենը տրորում են ու անցնում։ Ձեզ եմ ներկայացնում Նուշ խնամքի միջոցների նոր պրոդուկտը, որը փոշի սկրաբ է նախատեսված դեմքի և մարմնի համար և ձեզ կձերբազատի մի շարք խնդիրներից։ Օրինակ՝ մաշկի պիգմենտացիա կամ ակնեներից հետո մնացած հետքեր, մանր կնճիռներ, սև կետիկներ։ Կարող եք սրա միջոցով մաշկի տոնը հավասարեցնել և առհասարակ հետևեք էջին, որպեսզի ավելի մանրամասն ներկայացնեմ այս պրոդուկտը։ Եթե դուք եք նման խնդրի հանդիպում ձմռանը, ապա սպասեք, այս հոլովակը հենց ձեզ համար է։ Ձեզ եմ ներկայացնում Նուշ հայկական արտադրության խնամքի միջոցների նորույթը։ Ֆլորալիզինով և թորած ջրով պատրաստված այս քսուկը, որը իր մեջ պարունակում է նաև A, B, F, D վիտամիններ, միայն ու միայն բնական միկրոէլեմենտներ և բնական անտիօքսիդանտներ։ Քանի որ քսուկը չունի ոչ մի տեսակի քիմիական հավելումներ, չունի նաև անուշ հոտավորիչներ։ Քսուկի մեջ օգտագործված է նաև բնական ճարպեր, այդ իսկ պատճառով նրա բույրը ավելի բնական է և բնությանը մոտ, քան ավելորդ քիմիական հոտավորիչներով։ Ձեռք բերելուց հետո տարայի հակառակ կողմում դուք կգտնեք QR կոդ, որի օգնությամբ էլ կտեսնեք օգտագործման եղանակը։ Քանի ձեզ այս ֆորմատը դուր է եկել, եկեք այս ֆորմատով էլ գնանք առաջ։ Մենք էլի ունենք պրոդուկտներ, որոնք չենք հասցրել գովազդել, և դրանք սպառվել են ուղղակի կայծակնային արագությամբ։ Դրանք են հենց Նուշ բրենդի թարթիչների հոնքերի աճեցման համար նախատեսված մեր յուղերը, որոնք բնական յուղեր են, ոչ մի տեսակի հորմոններ իրենց մեջ չեն պարունակում, և գրված է, թե ինչպիսի յուղեր ու վիտամիններ են իրենց մեջ պարունակում։ Կարող եք ձեռք բերել և Wildberries-ով, նշված արտիկուլով և ցանկացած մեր էջերից որևիցե մեկով։ Ճյուղավորված մազի վրա եմ ցույց տալիս, թե ինչպիսի հրաշքներ կարող է գործել Նուշ արտադրանքի տերմոպաշտպանիչը, և հենց այս սրա շնորհիվ էլ ձեր մազերը դառնում են սլացիկ ու հարթ։ Երբ որ դուք այն ցողում եք ձեր մազերի վրա, որպեսզի պաշտպանեք օրինակ վարսահարդարիչի կամ արթուկի տաք ջերմաստիճանից, այն միանգամից մի քանի հրաշքներ է գործում մեզ համար։ Օրինակ տեսեք, ընդամենը ճյուղավորված մազը ես պատեցի թեթևակիորեն այս հեղուկով և այն արդեն իսկ դարձրեց սլացիկ։ Նուշ բրենդի տերմոպաշտպանիչը օգտագործելիս դուք նաև փայլ եք հաղորդում ձեր վարսերին, դարձնում եք հեշտ սանրվող, հարթեցնում եք, սնուցում եք, վերականգնում եք, ինչպես նաև այն ստանում է կերատինային և վիտամինային խնամք։ Սա էլ երկրորդ անգամ փորձեցի, որպեսզի ինքներդ տեսնեք։ Կարող եք պատվիրել Wildberries-ում նշված արտիկուլով։ Եթե անգամ չեք աշխատելու վարսահարդարիչով ձեր մազերի հետ, այն ուղղակի կարող եք նաև օգտագործել որպես սնուցող միջոց։
Բացի 10 միլիգրամանոցից արդեն իսկ ձեզ ենք առաջարկում նաև 5 միլիգրամանոց տարբերակը։ Թարթիչների եւ հոնքերի աճի համար նախատեսված յուղերի հավաքածուն Նուշ հայկական արտադրության խնամքի միջոցների կողմից։ Պրոդուկտը 100%-անոց բնական է, իսկ օգտագործման եղանակն է ընդամենը քսել թարթիչների եզրերին եւ յուղը կհոսի մինչեւ արմատներ։ Բայց ուշադրություն դարձրեք, որ անպայման արմատները պատված լինեն յուղով, քանի որ թարթիչները եւ հոնքերը սնվում եւ աճում են արմատներում։ Քանի որ Նուշ բրենդի պրոդուկտները 85-ից 100%-անոց բնական նյութերից են պատրաստված, երբ որ ձեռք եք բերում, այ այսպես երկու մասի կարող են բաժանված լինել։ Ընդհանրապես թափահարում ենք, որպեսզի այն դառնա միասեռ զանգված եւ հետո նոր օգտագործում ենք։ Սա միներալ շիճուկն է, նախատեսված է տոնայինից առաջ քսելու համար, որպեսզի տոնայինը դեմքի վրա չճակճկվի եւ չհավաք։ Սրանք մեր միներալ ջրերն են, իսկ սրանք անտիակնե հեղուկներն են, որոնք տեսեք թափանցիկ պարզ երևում է վերևում, իսկ երբ որ թափահարում ենք, այն դառնում է սպիտակ։ Ահա այս ձևով պետք է օգտագործել, քանի որ այն բնական հումք է եւ դրված ժամանակ հնարավոր է դրանք անջատվեն իրարից։ Օրինակ, մազերի համար նախատեսված տերմոպաշտպանիչները նույնպես պարտադիր թափահարում ենք, հետո նոր ցողում ենք մազերի վրա, քանի որ իրարից կարող են առանձնանալ կրեմային հատվածը եւ հեղուկ հատվածը։ Իսկ սա մեր նոր պրոդուկտն է անտիակնե փրփուրները նախատեսված դեմքի լվացման համար։ Այս մասին անպայման կխոսեմ։ Ինչու ենք անտեսում բնության կողմից դրված հրաշքները։ Բույսեր, հանքանյութեր, հանքային ջրեր, մաշկի, մազերի խնամք, ինչպես նաև առողջության հետ կապված խնդիրների լուծում մենք կարող ենք գտնել հենց բնության կողմից դրված ցանկացած միջոցում, եթե այդ ամենից տեղեկացված ենք եւ գիտենք այն ինչպես ճիշտ կիրառել։ Նուշ հայկական արտադրության խնամքի միջոցները կթեթևացնեն ձեր հոգսը եւ միանգամից ձեզ կառաջարկեն ցանկացած պրոդուկտ ցանկացած խնդրի լուծման համար։ Եվ անմիջապես կվերցնեք ու կկիրառեք այնպես, ինչպես որ կբացատրվի հոլովակներում եւ մեր էջերում։ Ինչու պարտադիր ցանկանում ենք օգտագործել քիմիական միջոցներ, ավելորդ հոտավորիչներով, ավելորդ գույներով, ավելորդ հավելումներով, չէ՞ որ դրանք բոլորը կունենան կարճատև արդյունք, ինչպես նաև կարող են հետագայում հակառակ էֆեկտ ունենալ։ Ամենատարածված խնդիրներից մեկը՝ բշտիկներ, սև կետիկներ, փակ կոմիդոններ։ Եթե դուք ունեք թարախային բշտիկներ եւ դրանց պետք է շտապ չորացնել, ապա ձեզ առաջարկում եմ անտիակնե հեղուկը։ Իսկ եթե ունեք փակ կոմիդոններ, տարածված ցանի պես թարախային եւ ոչ թարախային ցավոտ բշտիկներ, ապա ձեզ անհրաժեշտ է անտիակնե քսուկը։ Իսկ եթե ցանկանում եք մաշկը պահել բալանսավորված, ծակոտկիները մաքուր եւ հենց դրա շնորհիվ էլ կկանխվեն սև կետիկների, բշտիկների առաջացումը, ապա ձեզ անհրաժեշտ է անտիակնե լվացման համար նախատեսված փրփուրը։ Այս հրաշք միջոցները ձեզ կփրկեն նմանատիպ խնդիրներից։ Yeah, that's my love. She hides away like a ghost, cold bones. Yeah, that's my love. She hides away like a ghost, cold bones. Yeah, that's my love. She hides away like a ghost. Բարև բոլորին, նմանակից մոտ հավանաբար տարիքային թեփոտություն էր առաջացել եւ չգիտեինք ինչպես լուծել այս խնդիրը։ Որոշեցինք փորձել հայկական արտադրության Նուշի գլխամաշկի սկրաբը։ Ամենաշատը գրավեց այն, որ իրենք 100%-անոց արդյունք էին երաշխավորում եւ այսպես վարսերը լավ լվանալուց հետո սկրաբը ամբողջ մաշկի գլխամաշկի վրա այսպես լավ պետք է տրորել։ Ինքը իր մեջ պարունակում է ծովի աղ, դրա համար զգուշ կանեք լվանալու ժամանակ, որպեսզի չլցվի երեխայի աչքերի մեջ, քանի որ կմռմռա տհաճ կլինի շատ։
Լավ լվանալուց հետո օգտագործեցինք նաև իրենց ալոե վերայի կոնդիցիոները, քսում ենք միայն մազերի ծայրին եւ թողնում 5 րոպե, որից հետո նորից լավ լվանում։ Այս գործողությունը պետք է կրկնել շաբաթական 2 անգամ, քանի որ կարող եք վնասել գլխամաշկը։ Իսկ հիմա ձեզ ցույց կտամ արդյունքը, արել ենք ընդամենը 1 անգամ, կարծում եմ հիանալի արդյունք է։ Սքրաբը եւ մյուս արտադրանքները տեսնելու համար կարող եք գրել Նուշի պաշտոնական էջին։ Հայկական հարսանիքներում ավանդույթ կա, չէ՞։ Հարսանեկան զամբյուղները պարեցնողներին նվերներ են տալիս։ Այսօրվա մեր պատվերը այդպիսին էր, ինչ նվիրել հարսանեկան զամբյուղները պարեցնողներին, որպեսզի լինի օրիգինալ, գեղեցիկ եւ օգտագործվող։ Դե բնականաբար օգնության հասավ Նուշ ապրանքանիշը իր պրոդուկտներով։ Wait if I'm on fire. How am I so deep in love when I dream of dying? I never feel so low. I've been having tripping and falling. I've been having dreams. I've been having Vay ես ինչ է, սաղ տան երեսն ու փախնիկը քու մազերը, դեզվան կարտեն։ Haman ես չեմ որ մազերս կթափի։ Ուրիշ վաղտեղնի քեզի գիդունիկի տեղ կտնես։ Չդես որ սկրապ կա, կոնե այդ սկրապ օգտագործի մազերը չթափի։ Ինչ սկրապ։ Սաղ ես։ Ինչ եղավ որ դու ես նուշ ֆիրմայի մասին չգիտեիր։ Հենց Լենագանը կար։ Մազաթափության թեմի օգտագործել, ես էլ հավես չունիմ մազերը թավակելու, խելարան կարտեն։ Էու։ Համ մազաթափության դեմ է, համ թեպի դեմ է, մազերի արագ աճն է, կաբաղով է։ Ապրես ման, դու սպես բաներ ում դիսկ կգնիս։ Ես եշտամ 20 գրխի։ Կեցի, դու արդեն լողցե ելել ես, դիք լողնալուն դատքում դիքսեին։ Արի օրին կխիս կսես։ Тебе понравится. Я без нагана и больше гавана. Знаю, как справиться. Я не добряк, в легком напряге. Мои черты лица, тебе ясна суть. На улице весна, очень живет в моей студии. Покажу нутро, пусть меня осудят люди. Но по сути так надо быть, а не казаться. Ценами не буду я браться. Չնայած եղանակի շատ արագ տաքանալուն կան մարդիկ, ովքեր սիրում են գրել փակ սպորտային կոշիկներ։ Քրտնահոտից ազատվելու համար Նուշ բրենդը ձեզ առաջարկում է Menthol-ով սփրեյը, որը արդեն վաղուց ենք առաջարկել մենք շուկային եւ ունենք շատ մեծ պահանջարկ։ Այն ուղղակի դրած վիճակում նստվածք է ունենում եւ հարկավոր է ամեն օգտագործելուց առաջ պարտադիր թափահարել, որպեսզի հեղուկ եւ նստվածքային մասան խառնվեն իրար։ Menthol-ով սփրեյը դուք կարող եք ցողել մաքուր լվացված եւ չորացված ոտքերին, այնուհետեւ գրել բամբակյան ասկիներ, սակայն ձեր կոշիկներին եւս շատ մեծ ուշադրություն դարձրեք։